Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն ու Ֆինն են։ Այսօր խոսելու ենք մի բանից, որի մեջ բոլորս ենք եղել։ Դե համարյա բոլորս։ Սիրային հարաբերություններ, բայց ոչ սերիալային սերը, այլ իրականը, գենդերային կարճ տիպերով, վերահսկողությամբ ու տոքսիկ դրվագներով։ Լավ, Փիսո, հեսա ասելու ես, որ սխալ է, երբ տղան առաջինն է գրում կամ աղջիկը չպետք է իրեն կաշկանդված պահի, բայց դա մեր հայեցի դաստիարակությունն է։ Դե հենց դա է խնդիրը։ Ինչն է հայեցի, ինչն է կարծրատիպ։ Եթե ասում ենք տղան պետք է քայլանի, դա նշանակում է աղջիկը չի կարող, կամ եթե աղջիկը ակտիվ ու շփվող է, նրան հեշտ հասանելի են կոչում։ Այս ամենը ռոմանտիկ հարաբերություններն իսկապես անհավասար են դարձնում։ Բա ինչ անի մարդը, եթե այդպես է սովորել։ Ինձ էլ են ասում, տղան պիտի վերահսկի իր կողակցին, ում հետ է շփվում։ Դա վերահսկում չէ, Ֆին, դա անհարգալից վերաբերմունք է։ Եթե դու պիտի հետևես ում հետ է շփվում զուգընկերդ, արդեն վստահության խնդիր կա։ Սերը չի նշանակում իմացիր ամեն քայլը, այլ հարգիր, ընդունիր, եղիր կողքին, ոչ գլխավերևում։ Ուզում ես ասել, ես տոքսիկ տղա եմ, բայց ես ուղղակի խանդոտ եմ։ Դա սեր չի։ Խանդը բնական զգացում է, բայց երբ դառնում է վերահսկողություն, Instagram-ի գաղտնաբար, զանգեր, 24/7 ստուգում, արդեն վտանգավոր է։ Սիրո անվան տակ ամեն ինչ թույլատրելի չէ։ Հա, բայց շատերի մոտ դա նորմալ է համարվում։ Եթե չի խանդում, չի սիրում։ Հենց դա էլ ինձ ընկերներս են միշտ ասել։ Գիտեմ, ու հենց դրա համար պետք է խոսել այս մասին։ Այդ նորմալ համարվող բաները հարաբերության ներսում ճնշում, սահմանների բացակայություն, իրականում տոքսիկության ձևեր են, որ նորմալիզացրել ենք։ Այս ֆեմինիզմի թեման մի տեսակ գենդեր նոտաներով է լցված, բայց անկեղծ ասած այսօր ինչ ասացիր տրամաբանական է, անգամ ինձ համար։ Ֆեմինիզմը հենց դա էլ անում է, սովորեցնում է, որ բոլորս պետք է հավասար լինենք, այդ թվում հարաբերությունների ներսում։ Ոչ մեկի սեռը իրավունք չի տալիս որոշելու ով խոսի, ով լռի, ով լսի ու ով սիրի։ Բա հետո ասելու են սենց մտածող տղան տղամարդ չի։ Իսկ իրական տղամարդը ուժը տեսնում է հարգանքի, ոչ թե վերահսկողության մեջ։ Սերը հավասարության մասին է։ Սահմանները, վստահությունն ու համաձայնությունը առողջ հարաբերության հիմքն են։ Դե ուրեմն ես էլ եմ ֆեմինիստ։ Ֆեմինիստ տղաներ լինում են, չէ՞։ Լինում են, կան ու շատ են պետք։ Լրացուցիչ բովանդակության համար այցելեք Փիսոն հավելված կամ լսեք մեր մյուս Փիսոն ոդքասթները։ Ձեզ հետ Փիսոն ու Ֆինն էին։ Կհանդիպենք հաջորդ անգամ։